Գիտեք, որ պատահականություններ չեն լինում ընդհանրապես աշխարհում։ Ամեն ինչ բացատրվում է, կան օրինաչափություններ։ Արամ Խաչատրյանը համարյա չեմ ասում դեռ, համարյա առանձին է աշխարհի բոլոր ժամանակների կոմպոզիտորներից։ Ինքը առանձին տեսակ է, բոլորովին մի ուրիշ բան է։ Բայց այսօր մեր ժողովուրդը առանց Արամ Խաչատրյանի այնքան լավ ժողովրդական լեզվով ասած յոլա է գնում, շատ լավ է զգում իրան հայ ժողովուրդը, որ բոլորովին կարիք չունի իրան այսօր։ Դա երևում է։ Առանց իրար շատ լավ ապրում են։ Ես զարմանում եմ ոնց են առանց իրա ապրում։ Օրինակ, եթե այսօր եվրոպական աշխարհը ունի վիեննական դպրոցը, ունի ասենք Հայդեն, Մոցարտ, չէ՞, գերմանական այդ գերմանացիների մոտ Բախը կա, Բեթհովեն, այդ աստղերը, երաժշտության այդ համարվում են երաժշտության աստվածները, մի ոտքով ասում են Շուբերտն էլ է այնտեղ, հա, այդպես կան էլի կոմպոզիտորներ, դա պատահականություն չի, որ ինչ-որ պատահական օդից հայտնվեց այդպիսի երաժշտություն։ Այնտեղ հարյուրավոր կոմպոզիտորներ են աշխատել, երաժշտագետներ են աշխատել, ստեղծվել է դպրոց, այդ վիեննական դպրոցը, գերմանական դպրոցը, պոլիֆոնիայի ֆուգայի տեսակները, երբ Բախը եկավ, հող պիտի լինի, հող կար, ամեն ինչ կար, ամբողջ պետությունը աշխատում էր դրա վրա, պատահական չի, որ Բախի ժամանակ թագավորը ինքը ֆլեյտայի կոնցերտներ էր գրում եւ ինքն էլ նվագում։ Բախի ժամանակ կար, ասենք, գերցոգ Վայմարսկի, Էրստ Վայմարսկի գերցոգ, որը մահացել է 26 տարեկանում եւ դաշնամուրի կոնցերտներ է գրել, ժամանակին նույնիսկ այդ կոնցերտները վերագրվել են Բախին, հետո պարզվեց, որ այդ 26 տարեկան տղան է գրել, այսինքն հարյուրավոր կոմպոզիտորներ կան, դա հենց այնպես չի եղել, որ առաջացել է հետո այդ դպրոցում կան հրաշալի կոմպոզիտորներ, Մոցարտը տալիս է կոմպոզիտորների անուններ, իր հորը նամակում, որոնք այսօր իրենց ժողովուրդը չի իմանում, նույնիսկ երաժիշտները չեն իմանում, հա։ Ասում եք Գովի մի կոմպոզիտորի, ասի ինչ կոմպոզիտոր է բան, Մոցարտը, ու դուք դրա անունը չիմանաք, ոչ էլ դրա երաժշտությունը լսած լինեք։ Օրինակ, Միսլևիչեք։ Լսել եք, չեք լսել, չէ՞։ Եվ այդպես շատ կոմպոզիտորներ կան, այսինքն եղել է հող։ Հիմա մի հատ այստեղ պարադոքս է առաջանում։ Եթե ուրեմն ոչ մի պատահական բան չկա, ամեն ինչ օրինաչափ է, այդ ինչպես է լինում, որ 1.5 միլիարդ Չինաստանը չունի Արամ Խաչատրյանի նման կոմպոզիտոր, այդ մեծության։ Ինչպես է լինում, որ երբ որ Չինաստանը ունի ժողովրդական երաժշտության ապշելու ավանդույթներ եւ հսկա օվկիանոս երաժշտության ժողովրդական հիմք, հա, հող։ Ինչպես է լինում, որ 1.5 միլիարդ է կարծեմ արդեն, 1 միլիարդ է արդեն, 1 միլիարդ, հա, բանը Հնդկաստանը, որը ունի այդպիսի երաժշտական ավանդույթներ, որ ամբողջ աշխարհում հայտնի է, այդ իրանց սկսած հոգևոր երգերը, մանտրաները, ռագաները եւ այլն, գիտեք, դա օվկիանոս է մի հատ, հա։ Եվ չունի Արամ Խաչատրյանի մեծության կոմպոզիտոր։ Ինչպես է լինում, որ Ճապոնիան, Արևելքի մասին եմ խոսում, ամբողջ Արևելքը չունի այդպիսի մեծության կոմպոզիտոր։ 800 միլիոն արաբական աշխարհն է, չունի այդպիսի մեծության կոմպոզիտոր։ Հունաստանն էլ կարող եք գումարել այդտեղ։ Կարող եք գումարել բացի Ռուսաստանից սովետական նախկին միության բոլոր հանրապետությունները, հա, սովետական միության արևմուտքով բոլոր հանրապետությունները, բացի Ռուսաստանից, դեռ Ռուսաստանում կար Շոստակովիչ, Պրոկոֆիև։ Այսինքն, եթե այդ թվերը հաշվեք, համարյա մարդկության կեսն է լինում։
Այդ ինչպես է, որն է այստեղ ուրեմն օրինաչափությունը։ Ինչու չունեցան այդ մարդիկ չկա, այնտեղ Արամ Խաչատրյանի մեծության կոմպոզիտոր չկա, մենք դա չենք գիտակցում։ Եթե Արամ Խաչատրյանը լիներ, ասենք, կներեք, անուններ չեմ տալի, մեր հարևան պետություններից մեկին է, այսօր նրանք այնպիսի մի ինչ էին ես իմ դարձրել, ամբողջ ժողովուրդը երևի դրանով էր ապրում։ Չակերտավոր ասած տերրոր կանեին, հա։ Բայց այսօր մեր ժողովուրդը առանց Արամ Խաչատրյանի այնքան լավ ժողովրդական լեզվով ասած յոլա է գնում, շատ լավ է զգում իրան հայ ժողովուրդը, որ բոլորովին կարիք չունի իր այսօր։ Դա երևում է։ Առանց իրար շատ լավ ապրում են։ Ես զարմանում եմ ոնց են առանց իր ապրում։ Ուրեմն տեսեք ինչն էր խնդիրը։ Հայ կոմպոզիտորական դպրոցը, որ Կոմիտասը հիմնադրեց, դեռ մի 100 տարվա, 80 տարվա պատմություն ունի, լավ։ Հայ կոմպոզիտորական դպրոցը եւ ինքնուրույն դպրոցը։ Ահա այդ ազգերը իմ ասած չունեն կոմպոզիտորական ինքնուրույն դպրոց։ Իրանց մոտ չեղավ իրենց Կոմիտասը, որպեսզի ստեղծի այդ ինքնուրույն կոմպոզիտորական դպրոցը։ Ինչպես եւ այդ օվկիանոս ունեցող, ֆոլկլոր ունեցող ազգերը չունեցան իրենց Կոմիտասը, որպեսզի նա փրկեր իրենց երաժշտության ամենահին տեսակները, բերեր, ասեր, այ ինչպես ասեմ, կարգավորեր, առանձնացներ ամենալավագույն տեսակները, չափանիշներ։ Հայ ասեք, սրանք չափանիշներն են։ Չունեք, դուք կարող եք գնալ Հնդկաստան, ասեք ինձ 50 հատ ժողովրդական երգ բերեք, իրանք ձեզ 50 ժողովրդական երգ բերեն, որից մի 10-ը լինի մաքուր ժողովրդական, 40-ը կասկածելի։ Չունեն, հույներն էլ չունեցան։ Այդ հին հելեն ազգը, որ հսկա քաղաքակրթություն ուներ։ Այսինքն այդ կոմպոզիտորական դպրոցի եւ մեր երաժշտությունը որոշակի այդ բանը մեծ դեր խաղաց եւ արդեն դեռ գիտեք Կոմիտասը կենթանի էր, Արամ Խաչատրյանը կար եւ Կոմիտասի մայից ընդամենը 4 տարի հետո է գրել ջութակի կոնցերտը, որը եթե աշխարհում կա, ասենք, լավագույն տասնյակ ջութակի կոնցերտի, ինքը այդ տասնյակի մեջ է, նույնիսկ 7-նյակի, եթե 7 հատ առանձնացնեք առանձին, բայց հարցը դա չի, այստեղ մի ուրիշ նրբություն էլ կա։ Ուրեմն Արամ Խաչատրյանը դրանով ամբողջ դասական երաժշտությունը, ամբողջ, այդ որ անունները տվեցի, Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Շուբերտ, Մենդելսոն, հետո Շոպեն, գալիս է Վագներ, հետո ուրիշ շրջան Մալեր, Դեբյուսի, Ռավել, Ստրավինսկի, հա, եւ հետո Շոստակովիչ, Պրոկոֆիև եւ ընդհանրապես կարելի է անունները դեռ շատ թվարկել այդ մեծ կոմպոզիտորների, հա։ Բայց պատկերացրեք, այսպես է լինում, այդ ամբողջը մի կողմ, մի դպրոցի մեջ են, մի դասական երաժշտության ավանդույթների Չայկովսկի եւ այլն մի դպրոցի մեջ են, Արամ Խաչատրյանը համարյա չեմ ասում դե լրիվ, համարյա առանձին է բոլոր ժամանակների կոմպոզիտորներից, աշխարհի բոլոր ժամանակների կոմպոզիտորներից, ինքը մի հատ առանձին ոճ է, ինքը առանձին տեսակ է, բոլորովին մի ուրիշ բան է, արևելքն է, օրինակ ասեմ, հա, ինքն է արևելքը, ռուսական կոմպոզիտորներն էլ փորձեցին արևելքին մոտ երաժշտություն գրել, բայց դա մի քիչ էկզոտիկ էր, ոնց որ իրանք արևելքի մեջ չլինեն, դրսից նայեն եւ գրեն, ինչպես ասենք Դեբյուսին էլ բաներ ունի, բայց դա ոչ թե հարազատ մեջից է, ինքը հենց ինքն է, դիտորդ է, այլ ինքը դրսից նայող էկզոտիկա է իր համար, հա, այդ արևելքը, այնտեղ նույնիսկ օգտագործում են մեծացրած սեկունդակար որպես արևելքի բան, որ հենց որ հնչում էր տես մի բան, ասում են օհո արևելք գնաց երաժշտություն, հա, դրանով չի։ Արամ Խաչատրյանը ոչ թե արևելքի ինչ որ դիտորդ է կամ բան է, ինքը հենց միջի այդ զավակն է, հենց այդ արևելքն է, եւ դրանով իրան նմանը չկա։ Հարցը այստեղ գիտեք մեծության չէ, որ ինքը ոմից այդ բաներից չենք խոսում, այդպես
այդ բաներից ով է մեծ, ով է նրանից փոքր, ով ավելի մեծ, դրանք մանկապարտեզի, դրանք դիլետանտների խոսակցություններ են, հա։ Իր տեսակի մեջ միակն է։ Սրա մեջ, այո, իր տեսակի մեջ ինքը միակն է։ Եվ ինքը ասում է այդ մասին։ Տեսեք, ինքը ասում է օրինակ, երբ ես սովորում էի, սկսեցի սովորել երաժշտություն եւ կոմպոզիտորական արվեստ, հա, ուսանող։ Ասում եմ, մեզ ներկայացնում էին համաշխարհային երաժշտության շեդևրներ։ Մեզ դնում էին, որ լսենք, գնում էինք, նոտաներն էին տալի։ Ինչու համար։ Ասում եմ, որ մենք ծանոթ լինենք համաշխարհային երաժշտության այդ գլուխ գործոցներին, չէ՞ որ սովորում ենք, եւ փորձենք դա մեզ համար օրինակ վերցնենք, որպես օրինակ ձգտելու դրան, ընդօրինակելու, որ հետագայում ուսանողը ընդօրինակելով, օրինակ վերցնելով, շատ սովորելով, ինչպես մյուս կոմպոզիտորներն են եղել, հետագայում իրենց ոճը ունենան։ Իրենց։ Իմ մոտ չեղավ ասում այդպիսի բան։ Մի անգամից իմը եկավ։ Մի անգամից իրան բերում ներկայացնում են, գիտես ասում եմ, դու եկել ես երաժշտություն սովորելու, հիմա քեզ պիտի ծանոթացնենք համաշխարհային երաժշտությանը, որպեսզի դու սովորես, զարգանաս, դառնաս, հա, երաժիշտ։ Դրա համար անպայման չէ, պիտի ծանոթանաս, նվագես, դասական երաժշտություն։ Հետո հետագայում դու քո ոճը կարող ես հայտնաբերես։ Ոչ ասում եմ, մեկ էլ իմը մի անգամից ինչ գրեցի, եղավ մի հատ առանձին բան, ունիկալ մի բան, չլսված մի բան, բոլորովին մի ուրիշ բան, որտեվ մեջը կար։ Մի անգամից եւ ինքը Արամ Խաչատրյանը իր այդ բանը մի անգամից իրանը եկած իր ոճը ինքը որպես տեսակ համեմատում է բանի հետ, ասում է եւ ես ասում եմ միշտ մտածել եմ ու իմ մեջ եղել է ասոցիացիա, երբ որ տեսել եմ, որ հզոր պինդ ասֆալտի մեջից հանկարծ մի հատ խոտ է բուսնում եւ դուրս գալիս լույս աշխարհ։ Ասում եմ այդպես է եղել իմ մոտ։ Ոչ թե ես աճել եմ այգու մեջ։ Հասկանում եք։ Կոմպոզիտորական դպրոցը, դասական կոմպոզիտորական դպրոցը, ամբողջ արևմուտքի, Եվրոպայի այդ հզոր դպրոցը այգի է մի հատ, այգի։ Այդ այգում աճել են այդ ծաղիկները, տարբեր տեսակի վարդեր, չգիտեմ, նարգիզներ եւ այլն, հա։ Այդ կոմպոզիտ, այդ գույնզգույն աշխարհ, այդ ծաղիկների բնության այդ հրաշքը, այդ այգում աճել։ Ինքը ի տարբերություն այդ բոլորի այգում չի աճել։ Այդ այգու բույսերից չի։ Ինքը ասֆալտի մեջից է դուրս եկել։ Միանգամից։ Դրա համար ինքը շատ բացառիկ է։ Բացառիկ է նրանով, որովհետև բացառիկ է հայ երաժշտությունը, ոչ արևելք է, ոչ արևմուտք, կենտրոնում է եւ արևելքն է իր մեջ ամփոփում։ Իհարկե, եւ սխալ է շատ այն կարծիքը, որ հիմնականում Արամ Խաչատրյանին ասին, գիտեք, ինքը այո հայ երաժշտություն է, բայց դա ռուսական դպրոցի երաժշտական ներկայացուցիչ է։ Հապա լսեք այդ հաջողությունները, ի՞նչ ռուսական դպրոց։ Հապա լսեք Սպարտակ բալետից որոշ հատվածներ, որտեղ այնպիսի ակորդ է ավելի շատ թառի, կանոնի, սրինգի, խառնուրդի հնչյուններ են լսվում ջութակի կոնցերտում, քան այդ ռուսական դպրոցի, որ ասում են։ Հետո մյուս կողմից ասում են, ես ասում եմ, այն ինչ որ ընդունված է, մեկը սա է ընդունված, որ շատ սխալ կարծիք է։ Այո, այդ դպրոցը կա, այդ դպրոցից ինքը խաղել է իմիջիալոց, այդ դպրոցն էլ ռուսական չի, այդ դպրոցն էլ գերմանական դպրոցն է։ Իտալական դպրոցն է, որ Ռուսաստանում հիմնադրեցին։ Երևանի կոնսերվատորիան, որտեղ ես ավարտել եմ, դա ոչ սովետական միության կոնսերվատորիա է, ոչ դա գերմանական կոնսերվատորիա է, որովհետև դասական երաժշտության մի տեսակ կոնսերվատորիա կա։ Դա գերմանական կոնսերվատորիա եւ բոլոր այն մասնագետները, որ մեզ դաս էին տալի, Լենինգրադ, Մոսկվային ավարտել, այո, եւ իրենք հենց այդ գերմանական դպրոցի ներկայացուցիչներն էին։ Հայերին նվիրեց սովետական միությունը գերմանական դպրոցի կոնսերվատորիա, նվեր տվեց գերմանական կոնսերվատորիա, որը կամած հայերը մսխելով հասցրին այսօրվան, հասցրին բավական, ուրեմն ցածրացնել աշճանը, հասնելով այնտեղ, որ ասենք 2-3 քննություն տալի, թվում էր ներկեղծ իմ ժամանակ 11 քննություն ենք տալիս, 11 5-րդ քննությունից հետո, որ մտնում են քննության, մեզ դեղ էին տալիս, որովհետև 5-րդ քննությունից հետո հնարավոր չի, որ ուսանողը դիմանա։ Ուրեմն Արամ Խաչատրյանը
այդքան ինքնուրույն է, մյուս կողմից ասում են, որ Արամ Խաչատրյանի եթե Կոմիտասը հառնեց մաքուր ժողովրդական երաժշտության սարի գագաթի վրա, հա, ժողովրդական երաժշտության հիմքի, Արամ Խաչատրյանը ավելի շատ նաև եկավ հիմա էլ մեր աշուղական, գուսանական երաժշտությունից։ Դա ընդունված բոլորի կողմից, այո։ Այդպես չի։ Արամ Խաչատրյանին ուշադիր լսող, նրա գործերը իմացող, հայկական հին ելևէջները իմացող մարդը անմիջապես տեսնում է, որ Արամ Խաչատրյանի ինտոնացիաները նախաքրիստոնեական Հայաստանի հեթանոսական հին մեր երաժշտության ելևէջներից են գալիս։ Հին, երբ որ նա գրում է բոլորը հարցես հեթանոսական շրջանի մեր բարերը լինեն։ Հիմա մյուս հարցը, այդ մարդը այդպես չէր էլ ուսումնասիրում Կոմիտասի նման մեր ժողովրդական երաժշտությունը, արդեն նրան պատրաստի տրվեց, նա ուներ Կոմիտասի երգերը իր ձեռքի տակ եւ նայում էր եւ ինքը գրել է եւ ասել է, որ Կոմիտասի իր համար դա մի հատ ակունք է, մաքուր ակունք աղբյուրի, որտեղից սնվում են։ Այս ամբողջը ինքը գիտեր, գուսանական երաժշտություններ գիտեր, ինքը ասում են, ինձ պետք է չի աշուղական երաժշտությունը ուսումնասիրեմ։ Ես եմ աշուղը, ասում էր, ես տեղով աշուղել եմ, իրա բառերն է։ Ասում էր, ես սենց աշուղ եմ, ինչ գնամ ուսումնասիրեմ, այսինքն կարան ինձ ուսումնասիրեն։ Դա ինչն էր, հիմա ասեմ, դա հազոր գենետիկան էր, որ կար հայերի մեջ։ Դա ուներ մի գենետիկ ոգի էր հառնած մեր ազգում, որ դարձավ հայ ժողովրդի ամենահայտնի մարդը աշխարհում։ Ամբողջ աշխարհում ամենահայտնի մարդը Արամ Խաչատրյանն է, պես հայ։ Իր առաջի գործերը, որ սկսեց գրել, որ դլինի ուսանողական գործ։ Ուսանողական գործերը կոմպոզիտորների փորձեր են բանեն։ Հենց մի անգամից արդեն ինքն էր։ Օրինակ ասենք իր այդ առաջի գործերից աշուղներին նվիրված երգ պոեմ ունի, արդեն շեդևր այդ գործը, շեդևր։ Գիտեք, իրանց ապու պապերը բոլորը երկիչ են եղել, հարյուրավոր դարեր առաջ, օրինակ Կոմիտասի այդեղ հայրը, մայրը, հորողբերը, ամբողջ ցեղուտակը եւ նաեւ իրանց բարեկամությունից բացի մեծ մասամբ այդ նախիջևանցիները գաղթել էին հենց այնտեղ,
որտեղ Կոմիտասներ ծնվել եւ իր մոր քաղաքը Բորսան համենը բոլորը երգիչ էին, երգում էին։ Կոմիտասը ասում է իրանք էլ երգեր էին հորինում, երգում։ Այդպես էլ Արամ Խաչատրյանի նախնիները եղել են այդ գավառից եւ խորենացին վկայում է, չէ՞ որ արամյան երգիչները արամյան կոչում է վեպերն էին մեր հին պատմում, երգելով, ասերգում եւ պատմում, ինչպես Վահագնի ծնունդ օրինակ երկներ եւ ծովն ծիրանի երկի ծովուն ուներ եւ սկարմնիկն եղեգնիկ, չէ՞։ Սա ինքը ասում է պատմում էին Հերակլեսի արկածների չափ երգում էին։ Հերակլեսի արկածները գիտեք 12 արկածներ է, այդ 12 հերոսական իր բաները, որը մի հատ մեծ վեպ է։ Եվ ուղղակի ինքը այդ պատառիկն է բերել, բայց նրանք երկար պատմել են, եթե խորենացուն ուշադիր կարդա Կողթան Գուսանները, արամյան երգիչները պատմել են մեր ամբողջ պատմությունը, որը կկազմեր մի 20 հատոր, որովհետև խորենացին ասում են նրանք պատմում են ջրեղեղի պատմությունից սկսած մեր նախնիներից Հայկ Նահապետման մինչև Արամ Թագավոր։ Մի ամբողջ աստվածաշունչ են պատմել, երգել, ինչպես կա, ասենք, այսօր ձեզ հայտնի աստվածաշունչը, ասենք Աբրահամի սերունդն է, չէ՞ շարունակում, բայց նրանք պատմել են Հաբեթի եւ մեր Թորգոմի սերունդի շարունակությունը, Հայկ, այդպես մի ամբողջ երգեր պատմել են եւ դա մնացել է։ Եվ պատահական չի, որ Մեսրոպ Մաշտոցի ժամանակ, չէ՞ որ մեր պատմության մեջ այնտեղ բողոքներ կա, չէ՞ որ երբ Մեսրոպ Մաշտոցը բոլոր շրջաններում տարածում է քրիստոնեությունը, հա, բայց հենց գնում է Գողթան գավառ, այնտեղ խնդիրներ են առաջանում այդ հին մշակույթի հետ, եւ նրանք շատ ուշ ընդունեցին եւ այնտեղ պահպան, նրանք ասում են ապարում էին իրանց հին պարերը, իրանց բաներն էին, այսինքն իրանց հետարքիր էր իրանց երկու պարը, այսպես ասած, ոչ թե կրոնը։ Եվ այդպես մնացել էր նրանց գենետիկայի մեջ։ Եվ ահա մենք ունեցանք Արամ Խաչատրյան Կոմիտասից հետո ընդամենը 39 թվին ջութակի կոնցերտը գրվեց, 41 թվին դե պատերազմն էր, արդեն ինքը երիտասարդ գրեց Գայանե բալետը, եւ տեսեք մեր ցեղասպանությունը 15 թվին, 18 թվին այդ մեր խառը օրերը 20 թիվ սովետական կարգեր, հա, եւ ընդամենը այսինքն մեր այդ ողբերգական որ ազգի վիճակից երբ Հայաստանում մնացել էր 400,000 ժողովուրդ, մեծ մասը ծեր, կին, տիֆով հիվանդություններ, ընդամենը 20 տարի հետո մենք ունենում ենք այդպիսի զարթոնք, որ տալիս ենք Արամ Խաչատրյան, եւ չեմ ասում 41 թվին պատերազմին 4 հատ մարշալ, 150 գեներալ եւ 53 թվին աշխարհի ամենահզոր ինքնաթիռը, միգ ինքնաթիռը Միքոյանների ստեղծած ու այդպիսի բաներ, այսինքն բավական է մեր ազգին տալ խաղաղություն եւ խաղաղություն լինի միայն։ Եվ մեր ժողովուրդը հրաշքները աշխարհին ցույց տալիս, հրաշքներ։ Պրոշանազարյան անդրադարձակ բալետին կայան է, Արամ Խաչատրյանի առաջին բալետը երջանկությունն է, եթե չեմ կարող ենք խոսել բալետի նրա բալետի մասին, հա, Արամ Խաչատրյանի։ Ինքը Գայանեն որ գրեց երջանկության բալետի շատ մասեր անցան Գայանեի մեջ։ Գայանեի մեջ։ Գայանե բալետը իր երաժշտությամբ մի հրավառություն է։ Մեր գիտեք ոնց որ Սարյանի նկարներն են, չէ՞, այդ Հայաստանը։ Երբ Գայանե բալետը նայում ես, հայտնվում ես Հայաստանի բնության, պատմության, գեղեցկության, այն Չարենցը արևի շարքուն է, ինչ որ լավ է, վառվում է ու վառվում, ինչ որ լավ է, չէ՞, միշտ վառ կմնա, այս արև, այս վառ աշխարհում, քանի կաս վառվիր ու գնա, այդ արևի շարքի նման, ոնց որ սկսվում է իր ես իմ անուշ Հայաստանին, հա, ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, հա, այդպիսի մի հատ Հայաստան է այդ Գայանե բալետը, այդպիսի երաժշտություն է, եւ զարմանում ես, որ այդ տարիքի երիտասարդի մեջ որտեղից այդքան անսահման չվերջացող մեղեդիների շարքեր, դուք պատկերացրեք այդ հենց այդ Գայանե բալետի սուսերով պարը դարձավ ամբողջ աշխարհի 20-րդ դարում որոշ ժամանակ ամենաշատ հնչող երաժշտություն։ Գայանե բալետը գրվել էր, վերջացվել էր եւ ասում են, որ մի հատ
վերջաբան է պետք, այդպեսի մի վերջի մասում մի բան պակասում է, մի մաս, եւ հենց գիշերը ինքը մի օրվա մեջ համարյա դա գրել է, ռիթմը սկսել է փորձել, ձեռքով այսպես խփել, կամած հիմա դա գրել է եւ այդտեղ միացրեց ինքը Սուսերով բարի մեջ իր Գայանե բալետի մի ուրիշ հատված, որը միշտ առանձին կա Գայանե բալետում։ Այդտեղ Կարլոսի պրկեն մի հատ երաժշտություն կա, որ հանում են հարսին, այդտեղից է վերցրել, որովհետև շատ հայտնի է։ Նվագում էին դուդուկահարները, զուռնաչիները նվագում էին այդ եւ դա միացրեց Սուսերով բարին։ Սուսերով բարից էլ վերցրեց այնպիսի մի ռիթմ, որ եւ հայկական է եւ բանից է գալի այդ ջազ չասեմ, Չարլստոնը, ինչ է այդ մոռացա ամերիկյան եւ այդ բան կարողացավ այդ հայ երաժշտությունն ու համաշխարհային այդ ժամանակակից երաժշտության բանը խառնել իրար, բայց ինքն ասում էր, եթե ես իմանայի, որ Սուսերով բարը այդպես պիտի տարածվի ու իմ մյուս գործերը մղիկող, ես դա չէի գրի, որովհետեւ իսկապես Գայանե բալետի թվում ասում են Սուսերով բար, բայց Գայանե բալետի մյուս համարները ոչ մի բանով չեն զիջում։ Դափերով աղջիկների բարերը պոմ 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 պրամ պարամ պապամ պոմ պապ 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 պրամ պրամ պապամ տարա տա 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 պապ 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 պրամ պապ պապ հիշում եք չէ։ Կամ օրորոցայինը իմ ամենասիրելի։ Կամ օրորոցայինը շեդևր է, չէ։ Տարարիրարարիրա բայց հետո ոնց է մշակել, այստեղի մոտ դաշնամուր կա, ոնց է մշակել, հետո ես դե սլուխով կհիշեմ անգիր, բայց սխալ կաշխատեմ չանեմ, էլի, հետո ինքը որ ասեն գալիս է, հետո այս բանն էլ է քթել, մեր հին հայկական երաժշտությունից, կամ ասենք, որ անում է տեսեք, մեր հին ելևեջներն են, իսկ ամենավերջում ռիթմը կոտրում է, այնքան գեղեցիկ է լինում Այս է ցանում։ Հետո տեսեք այս բանը լրիվ ուրիշ ռիթմ է կոտրում եւ բոլոր համարները այնտեղ շատ մեծ բալետ է ես իմիջիալոց մեկ լսում եմ դնում եմ շատ քչերն են լսում որ տես դնեն նորից Գայանե բալետը լսեն Լսում եմ ամեն անգամ մի բան եմ հայտնաբերում Մի ժամանակ մարդիկ ձայնապնակ էին մանգալի, ով ունի բերեն տունը լսեն Հիմա ես YouTube կոչված որորդ եմ տալիս բոլոր հայերին Դրեք Գայանե բալետը ծայրից ծայր լսեք եւ նայեք Հրաշալի բեմադրություններ կան Միջև վերջ նայեք Մեծ հոգևոր բավականություն կստանաք կլիցքավորվեք երջանկություն կզգաք Դա կլինի եւ գուցե բալետի անունը հենց երջանկություն որ դրել էր ճիշտ Գայանե բալետի անունը հենց երջանկություն Մարտակ բալետը ինքը գրեց հետո 53 թվին սա էլ մի ուրիշ հզոր ոչ մի ուրիշ հզոր համարներ մի
ինքը արդեն երբ որ երրորդ սիմֆոնիան գրեց, որը քննադատվեց սովետական միությունում որպես ֆորմալիստական գործ, որտեղ այնտեղ երգեհուն էր ինքը օգտագործել եւ 15 փողայներ, ինչ որտեղ տենց ճակերտավոր ասած իրանց համար ժամանակակից երաժշտություն, հա? Մի տեսակ ավանգարդ երաժշտություն։ Արդեն այդ երրորդ սիմֆոնիայի մեջ հատվածներ կան, որ կանխորոշում են Սպարտակի ելևէջները։ Բայց հետարքիր մի բան ասեմ, որ հասանք դրան։ Դուք պատկերացրեք այդպիսի գործեր արդեն Սպարտակից հետո այդպիսի գործեր չգրեց Արամ Խաչատրյանը։ Մինչև մահ։ Ինչ եղավ, սպառվեց, ինչ եղավ։ Մի անգամ ես լսեցի, կարդացել եմ, որ ինքը ասել է, ինձ կանգնացրեցին, կոտրեցին։ Այդ ֆորմալիստական ժամանակ, որ եղել է այդ բաները, ասել է ինձ կոտրեցին։ Ինձ կոտրեցին, չգրեց, գրեց, բայց այն ինչ որ գրեց երբեք չեն համեմատվի այդ բաների հետ։ Ինքը 39 թվին գրեց իր ջութակի կոնցերտը, այդ համաշխարհային շեդևրը, բայց հետագայում է տարիներ հետո ինքը նորից գրեց մի հատ երկրորդ ջութակի կոնցերտ, որը երբ անհամեմատելի է նրա հետ։ Սարուձոր, նույնը Դաշնամուրի կոնցերտը, որը շեդևր է, էլի համաշխարհային մեծ կոմպոզիտորների լավագույն Դաշնամուրի կոնցերտների կողքին է։ Հասկանում եք, ամենամեծերի։ Կարող եք նվագել Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտը, հետո Արամ Խաչատրյանին։ Էդի կարող է ես հիմա ասեմ, դրսում մի հատ եվրոպացի երաժիշտ ասի, օհո, էդ ինչեր ես ասում դու, հա։ Բայց եթե իրանցը լիներ, դուք ինչքան մեծարած կլինեիք նրան։ Ես կարող եմ համարձակ ասել, որ միտումնավոր չի մեծարվում Արամ Խաչատրյանը, իրան արժանի չափով այսօր աշխարհ, միտումնավոր։ Որովհետև փոքր ազգի ներկայացուցիչ է։ Եվ այդ փոքր ազգի ներկայացուցիչը, եթե կարողացել է այդպիսի անուն հանել աշխարհում եւ այդպիսի թափառնել, դա իր այն ուժից է, որի դեմ հնարավոր չէր առնել։ Դա հենց այդ ասֆալտի պատմությունն է, այդ հզոր ասֆալտից խոտը ծակել ու դուրս է եկել։ Բոլոր օրենքներին հակառակ իր բառն է, որ բոլոր օրենքի հակառակ ասֆալտի մեջից ոնց խոտ դուրս կգա։ Ոնց կաճի, բույսը ճիշտ գնահատված չի։ Այնց շատ կներեք իրան երբեմն հավասար հնչում է կոմպոզիտորների իր կողքին, որ իրանից էլ ցածր են այդ կոմպոզիտորները։ Պարոն Շանազարյան, այստեղ միգուցե նաև խոսենք Արամ Խաչատրյանի մասին, որպես նաև նոր սերունդների դասերակող, չէ, որովհետև իր ձեռքետակից դուրս են եկել։ Այո, տեսեք, Արամ Խաչատրյանը երբ կար, մեր նոր սերնդի ներկայացուցիչները այն ժամանակ ճակերտավոր ասած որբ չէին, տեր ունեին, որովհետև երբ ինքը կար, թիկունք կար մեր արվեստագետների գլխին, ուժ կար, ձեռք կար, որ չէին կարող անարդարեցիորեն չկատարեին գործերը, ճիշտ չգնահատեին, ճիշտ տեղը չդնեին, խանգարեին, ոնց որ միշտ անում են։ Հիմա Արամ Խաչատրյանը չկա, որ եւ ցավոք սրտի ամեն ինչ արվում է, խանգարում են։ Մարդը գործատանում չեն ուզում կատարեն։ Օրինակ ես իմ ռեքվիեմը այս մի տարի, 2 տարի է ներկայացրել եմ պետության, որ կատարվի, փող են ուզում։ Ասում եմ դուք ո՞նց եք հայ կոմպոզիտորից փող ուզում։ Դուք Վիվալդի եք կատարում, Բեթհովեն, Մոցարտ, հենա լսում եմ։ Զրի, ինչի փող չեք ուզում։ Գնացեք Մոցարտից փող ուզեք։ Դուք հայ կոմպոզիտորներին փողով պիտի կատարեք, բոլորից փող եք ուզում, ասում եք պիտի վճարի, որ օրկեստրին վճարենք, իսկ դասական երաժշտությունը օրինակ եմ ես բերում։ Այդպիսի ուրիշ շատ օրինակներ, որ հայ արվեստագետը որբ է մնում, եթե չկան այդ մեր գլխին իրանք, որովհետև նա արդեն ուժ ուներ Արամ Խաչատրյանը։ Ինքն էլ է որբ եղել, բայց իրան տեր են կանգնել։ Իրան չեն թողել ինքը որբ մնա, այդ ճակերտավոր ասած, անտեր տարել են, ուսում են տվել, մեջք են կանգնել, իր եղբայրն էլ այնտեղ թատերական միության չէ, մեծ անդամ էր, ամեն ինչ բոլորը ամեն ինչ արել են, ճիշտ է, խանգարողներ են եղել, բայց ինքը ասֆալտի պես ճղել, ոնց որ ասում է, ասֆալտի մեջից դուրս եկել եւ ուժ ուներ։ Հայ սովետական միության կոմպոզիտորների նախագահ է եղել։ Դուք պատկերացնում եք դա ինչ պաշտոն է։ Կոնսերվատորիայի ռեկտոր է եղել որոշ ժամանակ։ Նա
Ես իմ քանի այն որ ամեն մեդալ, շքանշան Ստալինյանից բռնած իշկար ուներ, այսինքն թափ ուներ։ Իր խոսքը նախարարից հզոր էր, որևէ նախարարից ու բանից ուժեղ։ Եվ հայ երաժիշտները տեր ունեին այն ժամանակ։ Դրանից էր, որ ինքը ստեղծեց իր ուժի շնորհով էր, որ այդ Դիլիջանը ստեղծվեց, կոմպոզիտորները ստեղծագործեցին, հայ երաժշտությունը ծաղկեց։ Տեսեք, հայ կոմպոզիտորական դպրոցը 80 տարվա պատմություն ունի։ Եվրոպական կոմպոզիտորական դպրոցը հարյուրավոր տարիների պատմություն ունի։ Մեր կոմպոզիտորական դպրոցը այդ 80 տարում անցավ բոլոր ոճերը։ Բարոկո ոճից սկսած, դասականից սկսած, ժամանակակից երաժշտությունից սկսած, ատոնալ երաժշտություն, սերիալ երաժշտություն, միջև ավանգարդ երաժշտություն, այդ բոլորը, ասենք, եկավ մի սերունդ, ոնց որ Մարտուն Իսրայելյանը, բանը արդեն ավանգարդ երաժշտությունը բերեցին, Տիգրան Մանսուրյանը հետ այն ժամանակ, Աշոտներ Զորաբյան, այն թվերին եւ այլն, հետո ամեն ոչ փորձեցին անցան ամբողջ այդքան տարում անցան այդ ճանապարհը, որ անցել էր դասական երաժշտությունը։ Եթե Արամ Խաչատրյանը մեջների չլներ, ո՞նց կանցնեին։ Այսօր ամենքս անձամբ ես բոլորը այնպես ենք զգում իր կարիքը, որպես հոր, ինչպես ծնողի, եւ երբ որ նա չկա, թվում է որ փացած ես ինչ որտեղ։